Հայաստանցիներն ու տասնյակ այլ երկրների քաղաքացիներ առայժմ պետք է հետ կանգնեն ԱՄՆ տեղափոխվելու մտքից։ Պետդեպարտամենտը դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը հունվարի 21-ից ու անորոշ ժամկետով։ Եկեք հասկանանք, ինչ է սա նշանակում։ Նախագահ Թրամփը նախընտրական շրջանում եւ ընտրվելուց հետո բազմիցս է կրկնել, ներգաղթյալները պետք է լինեն ֆինանսապես ինքնաբավ եւ բեռ չդառնան ամերիկացի հարկատուների համար։ Պետդեպն ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրահանգել է հյուպատոսություններին դադար վերցնել, մինչ իրենք կմշակեն ներգաղթյալներին ստուգելու ու անհրաժեշտ չափանիշներ սահմանելու նոր կանոններ։ Պետդեպարտամենտը կօգտագործի իր իրավասությունը մերժելու այն ներգաղթյալներին, որոնք կարող են բեռ դառնալ Միացյալ Նահանգների համար եւ կամ շահագործել ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը։ Ահա 4 հուշում, որ կօգնեն հասկանալ, ինչ անել այս դեպքում։ Առաջին, եթե արդեն որպես միգրանտ դեսպանատուն եք դիմել եւ ունեք ամրագրած օր, անհրաժեշտ է ներկայանալ հարցազրույցի։ Պետդեպը շարունակելու է վիզաների համար հարցազրույցի օրեր նշանակել, ուղղակի այս դադարի ընթացքում վիզա չի տրամադրվելու։ Երկրորդ, կա բացառություն։ Եթե դուք երկքաղաքացի եք եւ վիզայի համար դիմում եք ձեր մյուս, այս սահմանափակումների տակ չհայտնված երկրի անձնագրով, այս որոշումը ձեզ վրա չի տարածվում։ Երորդ, այս սահմանափակումը ձեզ վրա չի տարածվելու, եթե արդեն որպես միգրանտ ունեք գործող վիզա, այն չի չեղարկվելու։ Եվ չորրորդ, եթե դուք ուզում եք տեսնել Նյու Յորքը որպես զբոսաշրջիկ, ապա այս դադարը ձեզ վրա ընդհանրապես չի ազդելու։ Այն վերաբերում է միայն ներգաղթի համար դիմողներին, այսինքն նրանց, ովքեր ուզում են գնալ ու մնալ։ Իդեպ, ամերիկյան պաշտոնական վիճակագրության համաձայն հայաստանցիները դեպի Ամերիկա ներգաղթողների թվում առաջատարներից են ամբողջ Եվրոպայում։ Անցած 2024-ին մասնավորապես նահանգներ բնակության է մեկնել Հայաստանի 2688 քաղաքացի, ընդ որում 2024-ին ավելի շատ հայաստանցի է արտագաղթել Ամերիկա, քան դրանից 10 տարի առաջ։